Արարատյան դաշտի բերք ու բարիքով բեռնված մեքենաները Սիսիանում են, հասցեատերը սիսական գնդում ծառայող և Զանգեզուրի կայազորային հոսպիտալում բուժվող զինվորներն են։ Բերքից լավագույնը զինվորին նախաձեռնությունն իրականացում է երկրորդ տարին, մենք մեր զինվորի կողքին ենք թեմական ծրագրով։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանի օրհնությամբ։ Սա ոգեկոչումի ծրագիր է։ Զինվորը երբեք սահմանի բերանին չպիտի մտածի, որ ինքը մենակ է կանգնած։ Հոգևորականի և ժողովրդի հավատավոր համայնքի պարտականությունն է զինվորի մեջքում կանգնած, զինվորի համար աղոթք անել և կարիքը հոգալ զինվորի։ Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամ Գայանե Փլթոյանը Սիսիանում առաջին անգամ է։ Նա ընկերների հետ ակտիվորեն մասնակցել է Արարատյան հայրապետական թեմի իրականացրած նամակ զինվորին, հաղթանակի աղոթք Շուշիում և այլ ծրագրերին։ Մեր համար զինվորները շատ կարևոր են, իրենց բարդ գործը մենք հասկացանք, երբ որ եղանք Ղարաբաղում ու շփվեցինք իրենց հետ, ապրեցինք իրենց կյանքով մի քանի օր, դրանից հետո շատ տպավորված ենք ու ցանկացած ինչ որ խնդիր կամ հնարավորություն, որ մենք կարող ենք իրենց օգնենք, մենք միշտ պատրաստակամ ենք։ Սիսիանում լինելը Տեր Երվանդ Քահանա Բաբայանի համար կրկնակի ուրախություն է։ Նա որպես սարկավակ իր ծառայությունը հենց Սիսիանի զորամասում է անցկացրել։ Ըստ ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի, մեր ժողովուրդը միշտ կանգնած է իր զինվորի կողքին եւ հերթական անգամ հայը հոգատարություն եւ աջակցություն է ցուցաբերում իր զինվորի, իր զավակի նկատմամբ։ Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այսօր վայելում ենք այս խաղաղ կապույտ երկինքը մեր այդ տղաների շնորհիվ, մեր հերոսների շնորհիվ եւ բոլորս քաջ գիտակցում ենք, որ պետք է մեր խոնարհումը բերենք այդ տղաներին, ովքեր որ ապահովում են մեր խաղաղ, գեղեցիկ, բարի օրը։ Արմեն Հովակիմյան, Էպիկենտրոն, Սիսիան։